Այդ որտեղ ես հիմա մնում եմ, այնտեղ էլ է շեղբուցող ձայնագրել հնարավոր չի եկած տեղ։ Ուրեմն մի անգամ էլ պատմեմ, զանգում եմ, Սփյուռքին է բանը։ Հիմա տեսեք, Չեռնագորիայում ես, չէ՞, Պատգորիցայում։ Հիմա այդ հայ համայնքի տեղը ումից էս տեղացուց հարցնես, հա։ Ստե բանը չկա, այդ ոնց է կոչվում։ Տեղեկատվական հեռախոսը չկա։ Տեղացու կասի որն է։ Հայաստան սրանց բանով Երմեն է։ Զանգում եմ Սփյուռքի վարչություն։ Բարև ձեզ, ես Չեռնագորիայում եմ, մի հատ ձեր մոտ գրանցված է այդ մի հատ մի ձևի չեք ասի որտեղ են դրանք կոնտակտն չեք տա։ Բա ով է հարցնում, ինչի համար են հարցնում, ասում եմ ես Չեռնագորիայում եմ գտնվում։ Արդեն իրավունք չուներ նա հարցնելուց, ով ազան, քեզ հարցնում են ասը, այ քեզի բան։ Ասում էլ ես, ես որերորդ անգամ, ես Չեռնագորիայում եմ գտնվում, ոսի աղջիկը շարունակում է հարցակնել է, բայ քուր սատանություն, սենց տեսել եք, սենց սատանություն տեսել եք։ Էլ ինչի համար է հարկավոր այդ Սփյուռքի վարչությունը։ Ես էլ չեմ ասում ես համայնքները, ես չգիտեմ ովքեր են սրանք։ Ասում են էլ ում պետք է դրանք օգտակար եւ ինչով օգտակար լինեին։ Բացի Փաշինյանի պորնիկ ընկերու քամակից, որտեղ այդ գողցած փողերը լցում են, կողում է դրա ոռը։ Հասկանում եք, բոլոր բնակավարները պղծել է Նիկոլ Բոզի տղեն պղծել է։ Դա հիմա ուրիշ բան էլ եմ ուզում ասել, հա, ես էլ վերջացնեմ, այդ համայնքը գտնվում է մի հատ հոլովակ է, մոռացա դրանց ալիքը։ Թողարկել, դրանք գտնվում են բանում այդ Բուդվա քաղաքում։ Ստեղից 50 թե 60 կիլոմետր է, չգիտեմ էլ ինչքան է։ Հեռախոսը համարը կարող եք Սփյուռքի վարչության բան կայքից վերցնել, ես եք թողեմ բանում, մեկնաբանություններում։ Փորձեք մի հատ զանգեք, եթե կարող եք մի հատ զանգեք իմացեք։ Ես կրկնում եմ, ափսոս հեռախոս չկար, որ ձայնը, այդ Բոզի աղջիկը բառացիորեն ասեց, սա գաղտնի դու հասկանում ես, այդ սատանության աստիճանը պորնիկին, Բոզի տղա Նիկոլ։ Ուրեմն պահն է եկել երևի որ Հայաստանն է ռմբակոծել, այդ սատանեքին վերացնել։ Էլ չասած այդ ծառայության մասին, այդ արտգործնախարարության, որ վիդեո կապ են հաստատում ու ուղարկում են այն երկրներում, որտեղ հյուպատոսարան չկա։ Դա արդեն պատվել եմ, մեկ ամիս առաջ ուղարկել եմ, ոչ մի պատասխան, իրական առանց հետո գիտեմ։ Բայց եթե դու կարող եք կապնվեք այդ Սփյուռքի այդ վարչության հետ, թե կարող եք կոնտակտները իմացեք, մեկնաբանությունները գրեք։ Ուրեմն այդ ընկերը, որ հայտարարել է ինքը իբր հայ համայնքի ղեկավարն է, այդ հոլովակում, ասում եմ պատմում է, իրար հարցնում են, բա ինչով եք զբաղված, ապրեք մենք օգնում ենք, ինչ չէ, ինձ օգնություն պետք է, բայց ինքն է պատմում, օգնում ենք նոր գալացողներին, այդ հետաքրքիր է, ում է օգնել։ Ես իհարկե չեմ ճանաչում, դրա համար իմ կարծիքը զուտ այդ հոլովակից կասեմ, դրանց այդ հաղումներ կդնեն։ Ըստ երևույթին դրանք բացում են, գրանցում են համայնքը, որ գումար, ինչ-որ գումար հայտայտելու համար, վերջ։ Ինչ օգնել, ում օգնել, ինչ եք խոսում, ես չեմ հավատում։ Հա, ու քանի որ գրանցվել են այդտեղ, ըստ երևույթին իրանցից էլ ինչ-որ գումար ստանան Հայաստանի, չգիտեմ, այդ ղախպությունները արդեն արել են։ Այդ հոլովակը կդնեմ, նայեք, ասում է բանը ցխասպանության, չեմ ուզում այդ այլանդակությունները, Հուչարձանը դրել ենք, Խաչկարը դրել ենք, մի հատ էլ Կիմ Կարդաշյանի քամակը Հուշարձանը դրեք, դրա полного набора, էլի կամ սա ղախպությունները տարածում են, էլի, հասկանում եք։ Լավ, այս թեմային սերույթին ես կվերադառնամ, սա էլ ասեմ ուրեմն, ստեղի միգրացիոնի դիմեցի ասեցի, որը ոստիկանության բաժանմունքն է, էլի։
ասի դե մի զապրուս արեք Հայաստան, որ պաշտոնապես որ ուղարկեն իմ անձնագիրը, ես օրինական իրավունք ունեմ, ասում չեմ չենք զբաղվում, բայց ինչով իրանք պարտավոր են, այսօր չի աշխատում, հասկանում եք, ավելին ասեմ, միջազգային կարճ ասած հասկանալի բոլորին, ՕՕՆ-ի ներկայաց ցուցիչներին դիմեցի ստեղ, նույն բան ասեցի զապրոս արեք, պաշտոնապես, ձեզ չեն կարող մերժել, դուք այս մարդուն ճանաչում եք, թող իրանք էլ թող մի հատ կապնվել են, դրանք էլ մերժեցին, այ քեզի բան, ուրեմն սա էլ ասում, սրա այս ստի հիմնարկությունները չեն աշխատում, ուրեմն Նիկոլ Բոզի տղա, ասում դրա ուզածը որն է, որ անձնագիր չտալով ինձ, իմ վրան ոչ մի գործ հալուցված հիմա չկա, հակառակը, փակել է սա, որ ինձ ստիպեն, ինձ մի քանի հոգի զանգել են, արի Երևան, էլի, ահա, այսպես ցուցակից ես իրենց ջնջեցի, ծանոթների ցուցակից, դավաճանների ցուցակը մցրեցի, Բոզի տղեն ուզում է հաշվի արդալ լինի, սա հարցակում է Նիկոլի կողմից, Բոզի տղա, իսկս կգնդակալ են ընտանիքում, հիմա հնարավորություն ունենա այս զորքը հավաքի, կհարցակվի, կսատկացնի բոլորին, սաղին, ով դրա տակ զենքը ձեռա, զենքակիրա, սաղին կսատկացնի, մեկի սաղ չի թողի, սենց ուղղակի բացահայտ թշնամի, ինչ ասեմ, պետություն, պետականություն, որ այսօր Նիկոլի տակ է, ինչ ասեմ, թուրքերին տալել չեն կարող, ռուսերին էլ, բայց ես թույլատրում եմ, Թուրքիային, Ռուսաստանին էլ, Ադրբեջանը հարցակվել, սատկացնել դրանց, գնդակվել, վերացնել, լուծարկել պետականություն։